Բարև Ֆակտոր TV հյուրը Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանն է, ողջույն, պարոն Կոպալյան։ Ողջույն։ Լրացավ օգոստոսի 8-ին ԱՄՆ հովանու ներքո Հայաստան-Ադրբեջանը պայմանագրի նախաստորագրման 4 ամիսը, ինչպես նաև խաղաղության հռչակագրի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ 3 մեմորանդումների հռչակագրեր, հուշագրեր, արհեստական բանականություն, Թրամփի ուղի էներգետիկ գործակցություն։ Գիտենք նաև, որ Հայաստանը եւ ԱՄՆ ստեղծում են հանձնաժողովներ, ԱՄՆ դեսպանը 3 ասում էր, որ շուտով դրանք գործի կանցնեն, ընդհանրապես ինչպես կարելի է գնահատել այս 4 ամիսը, ինչ տեղի ունեցավ, process-ը քնած է, թե ավելի կոնկրետացումներ կա։ Այո, ասենք process շատ արագ է առաջ է դիմում, որովհետև երբ որ նայում ենք Միացյալ Նահանգների ինստիտուցիաները եւ իրենց աշխատանքային ոնց որ տեմպը, շատ ակնհայտ է, որ իրանք իսկապես շատ արագ են աշխատում այս ծրագրի շուրջ։ Մոտավորապես այս 4 ամսվա մեջ պետք է նշենք, որ 2.5 ամիս Միացյալ Նահանգների պետությունը կանգնած էր, փակված էր, այո, ոնց ասում են shutdown-ի մեջ էր։ Այդ առումով ամբողջ արտգործնախարարությունն իրենց եւ բոլոր պետական կառույցները կանգնած վիճակի մեջ էին, բայց նորից այն աշխատանքը, որը վերաբերում էր այս օգոստոսի 8-ի հասկացությունների վրա եւ այն հուշագիրները, որ մենք ընկել ենք, այդ աշխատանքը շարունակեց։ Ինչին են գալի։ Ներկայիս Միացյալ Նահանգները ունի 2 աշխատանքային խումբ, որը արտաքին գործնախարարությունում եւ իրենց անվտանգության խորհրդում աշխատում են այս TRIP ճանապարհի վրա եւ օգոստոսի 8-ի հասկացությունների վրա։ Այդ առումով համաձայնությունների վրա այդ առումով ոչ թե միայն առաջադիմում կա, մենք տեսանք, որ մոտավորապես 2-3 շաբաթ առաջ Միացյալ Նահանգներից այց եղավ Հայաստան, դրանից առաջ տեսանք, որ առաջին գումարը իրենք ներդրման առումով հատկացրեցին, այդ 145 միլիոնի հետ կապված, տեսանք, որ այս ներկայացից հետո իրենք արդեն Միացյալ Նահանգները պատրաստում են, որ աշխատանքային խումբերը սկսեն ուղարկել նոր տարուց հետո։ Կնայեք, դեսպանը ասես, մինչև տարվերջ կանցկացնեն աշխատանքային խմբերը առաջին նիստը, իսկ Թրամփի ուղու պլանավորման կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույց է ձևավորվում, հիմա այս պայմանությամբ իրավական հարցերն են։ Այո, այսինքն զուգահեռ աշխատանք է գնում։ Միացյալ Նահանգները այն խումբերը արտգործնախարարություն, որը իրենց պարտականությունն է զբաղվեն հուշագիրների հետ կապված, այդ աշխատանքը շարունակվում է։ Այն մյուս թիմը, որի պարտականությունն է այս ճանապարհը, լոգիստիկան եւ ամբողջ այդ բանակցությունները եւ պայմանագիրները, որ կապված են այդ ծրագրի մեջ, այդ խումբն է աշխատում է այդ ծրագրի վրա։ Եվ այո, Հայաստանի հետ տևական քննարկման մեջ են եւ երկու կողմը ներկայիս բանակցում են, որ մանրամասները, ասենք, հասկանանք ոնց է լինելու, ինչ է լինելու եւ այլն։ Այսինքն լայն նկարը համաձայնություն կա, որ գործընթացը կդոփի, կմոռանա, բացառվում է, որովհետեւ առաջինը Թրամփի վարչակազմը նայում է այս իրադարձությունները իրենց համար շատ կարևոր եւ առավել։ Այդ առումով, եթե մի բան այս վարչակազմը համարում է իրենց համար առավել, բնականաբար բոլոր ինստիտուցիաները Միացյալ Նահանգների աշխատելու են դա իրականացնել։ Այդ առումով այն տրամաբանությունները, այդ նարատիվները շատ են քննարկել ենք, էլի, որ իսկապես հիմք չկա այդ նարատիվների վրա։ Այսինքն տեսնում ենք, որ ոչ թե կանգնելու կամ դանդաղանալու հավանականությունը ցածր, այլ կարող եմ ասեմ բացառվում է, որովհետև սա միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չի։ Միացյալ Նահանգների շահերը բխում են, որ այս ծրագրերը արագ ձևի իրականացվեն, որովհետև եթե իրենք այսքան քաղաքական կապիտալ են հատկացրել, դիվանագիտական կապիտալ են հատկացրել, որ այս ծրագիրը իրականացվի, Միացյալ Նահանգների համար սա դառնում է իրենց լայն ռազմավարության տեսանկյունից ամբողջ տարածաշրջանի ամենակարևոր ծրագիրներից մեկը։ Եկեք հասկանանք ինչու, տեսեք, նաև եկեք մի քիչ լայնացնենք թեման, հա, Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ, մեկը անգրագիտությունից դրդված, մեկը պոպուլիզմից դրդված, մեկը միտումնավոր, պես ասենք, խեղաթյուրելով process-ը, հենց միտումնավոր, հասկանալով, որ ինքը սուտ բան է ասում, հա, շատ կոնկրետ, հա, ասենք ԱՄՆ-ն թուրքերին բերում է Սյունիքի, ընդհանրենք այս դրամաբանությամբ։ Այս process-ի մասին շատ բան են խոսում։ ԱՄՆ դեսպանը ասաց, որ այս առաջընթացը շահեկան կլինի կենտրոնական Ասիա երկրներից մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ, ոչ մի երկիր այնքան չի շահում, ինչքան Հայաստան, Թրամփի ուղու
ներքո օգուտներ կբացեն առևտրային ճանապարհներ, կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ եւ Հայաստանը շանս է ստանում գործընկերներ ընտրել արտահանման, ներմուծման, համատեղ ձեռնարկությունների համար հասնել կոմերցիոն շահեկան պայմանավորվածություններ։ Որն է ԱՄՆ-ի շահը, եթե սա Հայաստանի շահն է, ինչու նրանք թուրքերին չեն բերում ըստ ձեզ եւ ինչու են գալիս Հայաստան։ Նայեք, Միացյալ Նահանգները շատ առողջելի հասկանում է, որ եթե այս ծրագիրը ուզում են իրականացնել, բնականաբար Թուրքիային չեն կարող բերել ներգրավել այս գործընթացին, որովհետև Հայաստանի շահերը ներկայիս բխում է, որ Թուրքիան դուրս մնա այս գործընթացից։ Երկրորդ, մի երկիր, որ զբաղվում է սահմանափակումով եւ չի ուզում կարգավորի հարաբերությունները իր հարևան երկրի հետ, նա ոնց կարող է զբաղվի այդ տեսակի ապակառուցողային պահելաձևով, բայց նույն ժամանակ պահանջի քաղաքական դիվիդենդներ քաղել նոր ծրագիրներից։ Դա տրամաբանական չէ։ Եվ նույն ժամանակ նայեք, երբ որ ասում են Միացյալ Նահանգները Թուրքիային ներգրավելու է, բերելու է եւ այլն։ Թրքացնում են սյունի։ Հա, նայեք, առաջինը ես համատեմ շատը գալիս է, այսինքն ինտելեկտուալ անազնվությունից ու տգետ մոտեցումից, բայց երբ որ նայում ենք օգոստոսի 8-ի ծրագիրը, երբ որ սա իրականացվեց ծրագրումներից առաջ, մոտավորապես 1.5 ամիս բանակցություններ գնացին։ Եվ երբ որ հրապարակվեց, որ օգոստոսի 8-ին ստորագրվելու է, եթե յուրաքանչյուր հետևում իրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ Թուրքիայում ինչքան աղմուկ առաջացավ։ Եվ ամբողջ Թուրքիայի արտաքին եւ քաղաքական կառույցները շատ մտահոգված էին եւ իրենց տեսանկյունից իրանք զարմացած էին, որ ոնց են դուրս մնացել այս իրադարձություններից։ Այսինքն ԱՄՆ-ի ձեռամբ եւ ոչ թե ինչ որ մի պատահական երկրի, այսինքն ԱՄՆ-ի հետ ասես մտնել հակաճառության մեջ մի քիչ բարդ է, ոչ թե միայն ԱՄՆ-ի հետ, բայց նույն ժամանակ Ադրբեջանի հետ։ Այսինքն Միացյալ Նահանգները երբ որ եկան Հարավային Կովկաս եւ ասացին մենք ունենք այս առաջարկումը, որը ստեղծելու է կայունություն, սկսելու է կարգավորման գործընթացը եւ տանելու է դեպի խաղաղություն, սա երկու կողմ պետք է համաձայնության գաք, սա է ներկայացված ծրագիրը։ Եվ ոչ մի երկիր ներգրաված չի լինելու, մինչև կանք հասկացողության, համաձայնության եւ սկսեն կիրառել այս ծրագիրը։ Այդ առումով, եթե Թուրքիան սկզբից դուրս էր մնացել, եթե Միացյալ Նահանգները գիտակցելով Թուրքիային դուրս թողեց, նա ուրեմն շատ առողջելի հասկացավ, որ Թուրքիան շատ ժամանակ ապակառուցողային դեր է տանում։ Եվ եթե Թուրքիային ներգրաված լիներ այս գործընթացում, բնականաբար իրենք կարող ստեղծեին արհեստական խոչընդոտներ, սաբոտաժի քայլերի կարող է դիմին եւ այլն եւ այլն։ Եթե Միացյալ Նահանգները չուներ այն վստահությունը, որ սկզբից Թուրքիային ներգրավել, որ նա խոսակցությունը, որ փաստից հետո ներգրավելու է եւ գախնի չեմ հասկանում մի հասկացողություն կա։ Ազնելու է Թուրքիան։ Դա այո, դա շատ պրիմիտիվ, ոնց ասեմ, իսկական ոչ գրագետ մոտեցում է։ Հարցին պատասխանեմ, այսինքն որն է Միացյալ Նահանգների շահերը։ Երբ որ Նաև Կենտրոնական Ասիայի տրամաբանության մեջ, որովհետև Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները սպիտակ տանն են։ Այո, բայց միած բացատրենք Միացյալ Նահանգների շահերը մեր Հարավային Կովկասում եւ նույն ժամանակ խոսանք Կենտրոնական Ասիայի հետ կապված։ Ինչին եմ ասում, որովհետև երբ որ Կենտրոնական Ասիայի ղեկավարները Վաշինգտոն DC-ում են, ես այդ պահին այնտեղ եմ եւ սպիտակ տանը մենք հանդիպումներ ունեինք։ Եվ ահագին ես հասկացա, տեղություն ստացա, որ ինչու են իրենք հավաքվել սպիտակ տանը։ Բայց մինչև դրան հասնելը հասկանանք, որ Միացյալ Նահանգների լայն ռազմավարությունը որն է։ Երբ որ շատերը հարցնում են իսկապես որն է Միացյալ Նահանգների շահը, որ իրենք այսքան ներգրավված են, ներդրում են Հայաստանում անում եւ զբաղվում են այդ օգոստոսի 8-ի համաձայնություններով։ Առաջինը Միացյալ Նահանգները որոշում է կայացրել, որ Հարավային Կովկասը լինելու է իրենց համար ամենակարևոր տարածաշրջաններից, նամանավանդ Եվրազիայում։ Դա համար առաջինն է։ Երկրորդը Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ այդ հակամարտությունը, որ մենք ունեցել ենք 30-35 տարի, ոչ մի երկիր չի կարող լուծի, իրենք լուծելու են։ Եվ գնում են դեպի այդ ճանապարհի։ Երրորդը Միացյալ Նահանգները գիտակցեց եկան այն եզրակացությանը, որ եթե այդ լայն ռազմավարության մեջ մտնում է այդ միջին միջանցքի ծրագիրը, որը կապում է իսկապես Կենտրոնական Ասիան մինչև Եվրոպային, Հայաստանը շատ կարևոր դեր է տանում այդ ծրագրի մեջ։ Եվ եթե Միացյալ Նահանգները ուզում է այդ ծրագիրը իրականացվի, նա պետք է դիմի այն քայլին, որ նա դիմեց։ Հիմա Ինչը Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների համար կարևոր եւ ինչու Հայաստանը կարևոր։ Ոնց որ նշեցի, այդ լայն ռազմավարության եւ այդ միջին միջանցքի տրամաբանության մեջ Հարավային Կովկասը շատ կարևոր դեր է տանում։
Նույն ժամանակ, եթե Միացյալ Նահանգները ուզում է Չինաստանի ազդեցությունը նվազի Հարավային Կովկասում, նա պետք է ներկայություն ունենա։ Նույն ժամանակ, եթե ուզում է նա Ռուսաստանի ազդեցությունը ավելի նվազի եւ թույլ չտա Ռուսաստանը վերադառնա որպեսզի տարածաշրջանի հեգեմոն, նա Միացյալ Նահանգները դիմեց այն քալին, որ նա դիմեց։ Ներկայիս Միացյալ Նահանգն է տարածաշրջանի ամենահզոր դերակատարը, այո, բայց նա շատ ռեսուրս պետք չէր հատկացնել, որ նա հասներ իր նպատակին։ Այսինքն Միացյալ Նահանգները փափուկ ուժի, ճկուն ռազմավարության եւ տնտեսական մոտեցման լուծեց այն խնդիրները, որ երկար ժամանակ ոչ մեկ չէին կարող լուծեին։ Դրա մեջ մտնում է որն է Հայաստանի կարևորությունը։ Միացյալ Նահանգները գտնում է, որ Հայաստանը պետքա լինի անկյունակարը իր Հարավային Կովկասի ռազմավարությանը։ Ինչու ոչ Վրաստանը, օրինակ, կամ որտեվ Վրաստանը ցույց տվեց, որ նա անվստահելի երկիր է։ Ցավոք սրտի, Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների տեսանկյունից Վրաստանը դարձրել է անվստահելի գործընկեր։ Եվ իրենք հասկացան, որ եթե Վրաստանը չի կարող իր ժողովրդավարական համակարգը պահպանի եւ շարունակի, բնականաբար բռնապետական երկրների հետ շատ դժվար է համագործակցել, որտեղ իրենք կայուն չեն, իրենց ղեկավարությունը կարող է այսօր վարի մի արտաքին քաղաքականություն, վաղը վարի ուրիշ արտաքին քաղաքականություն։ Իսկ Ադրբեջանի պարագայում նույն Ադրբեջանի պահն է, այո, Միացյալ Նահանգները կույր չեն, իրենք հասկանում են, որ Ալիևը իսկապես որպեսի դերակատար նա վստահության խնդիր ունի։ Եվ Ալիևը իրենք ինչին են գալի, ոչ իրենք Ալիևին վստահում են, բայց իրենք հասկանում են, որ Ալիևի դեմ դրել են տարբեր պայմաններ, որ եթե նա դա կոտրի, նա կորուստ կունենա։ Այսինքն ստեղծել են մի համակարգ, որ Ալիևի շահերը բխում են, որ նա կառուցողային ձևի իրեն պահի։ Բայց եթե այդ համակարգը եթե չլիներ, բնականաբար Ալիևը լինելու էր ոչ վստահելի գործընկեր կամ դերակատար։ Միացյալ Նահանգների համար դա շատ ակնհայտ է։ Բայց Հայաստանը ունենալով քաղաքական մշակույթ, ունենալով քաղաքական համակարգ, ունենալով այդ տնտեսական աճը եւ ժողովրդավարական աճը, գտնվելով այդ շատ բարդ անվտանգության իրավիճակի մեջ, միջավայրի մեջ, Միացյալ Նահանգների համար շատ ակնհայտ է, որ իսկապես Հայաստանն է ունի այդ ներուժը, այդ պոտենցիալը ապագային որպեսի առողջ գործընկեր։ Դրա համար Միացյալ Նահանգները նախընտրեց, որ Հայաստանը լինի անկյունակարը։ Երկար ժամանակ այո, բոլորը կարծում էին, որ Վրաստանն է լինելու, բայց հասկացան, որ Վրաստանը իսկապես կոպիտ ասած մի քիչ փուչիկ երկիր է, այո։ Տեսեք, եկեք ԱՄՆ-ի ներգրավումը ճիշտ տեղորոշենք Հայաստան-Ադրբեջան process-ում, շատ գործընթացներ տեղի են ունենում երկկողմ, ասենք վերջերս Հայաստանի փոխվարչապետը Գաբալա էր այցելել ադրբեջանական քաղաք, որտեղ պայմանավորվել են ադրբեջանական նավթի, նավթամթերքի Հայաստան ներմուծման հարցի շուրջ, նրանք նաև սահմանազատման process-ով են առաջ ընթանում։ Այսպես մենք տեսնում ենք ամերիկյան ուղեկցումը այս process-ների, հա, նույն ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան առևտրային այդ պալատի միջոցառմանը ասում էր, որ ԱՄՆ-ն որպես վկայի ստորագրությունը դրեց այդ հռչակագրի ներքո, այն հաստատում է միջազգային սահմանների անխախտելիությունը համաձայն Ալմատայի հռչակագրի եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անընդունելությունը։ Այս հանձնառությունը ոչ միայն թեթևացնում է վախի բեռը Հայաստանի քաղաքացիների համար, այլև հավաստիացնում է միջազգային ներդրողների համար Հայաստանի կայուն եւ ընդլայնվող գործարար միջավայրի վերաբերյալ։ Եկեք հասկանանք, հա, այստեղ ասում են, եթե ամերիկան զորքեր չի ուղարկելու Հայաստան, եթե Ադրբեջանը հարձակվի, ուրեմն այս օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Ամերիկայից ինչ սպասել, հա, WhatsApp-ը բա որ չաշխատի, պարոն։ Նայեք, ես այդ տրամաբանություն չեմ հասկանում, էլի, ասենք բա որ WhatsApp-ը անջատվի այդ բանը։ Ծայրահեղ օրինակներին, որը հիմնված չի իրականության վրա։ Այո, Միացյալ Նահանգները իրենք ասում են, որ սա նորմալ տրամաբանություն է։ Այո, միջազգային տնտեսական օրենքը ասում է, որ որտեղ որ ռիսկը բարձր է, բնականաբար այնտեղ ներդրում չի լինելու։ Եվ դեսպանը ինչ էր ասում Միացյալ Նահանգների, որ Միացյալ Նահանգները ստեղծել է մի միջավայր Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացում, որ այն ռիսկը, որ կար 5-6 ամիս առաջ, ներկայիս նվազել է եւ այդ առումով, երբ որ ռիսկը նվազում է, բնականաբար ներդրման հավանականությունը բարձրանում է։ Հիմա
ներկայիս ունենալու ենք շատ լայն ծրագիր, որտեղ ենթակառույցներ են կառուցվելու, ճանապարհներ են կառուցվելու եւ սա բնականաբար հետաքրքիր է լինելու տարբեր երկրներին, տարբեր մասնավոր ընկերություններին, որը գալու են ներդրում անեն։ Բայց եթե ունես անկայունություն, եթե ունես իրավիճակ, որտեղ կա տևական հակամարտություն, բնականաբար ոչ մեկ չի գալու ներդրում անի, որտեղ կորուստի ռիսկը բարձր է։ Սա է տրամաբանությունը։ Այդ առումով, այո, այս հասկացությունները, այն հուշագիրները, որ ստորագրեցինք, եւ այն օգոստոսի 8-ի համաձայնությունները, որ ունենք, դա թույլ է տալու, որ Հայաստանը ունենա տնտեսական աճ։ Այ ԱՄՆ-ն վկա է եւ ոչ թե երաշխավոր։ Սա վատ է, երբ որ վկա է։ Չէ՞ որ վկան ուղղակի վկա է, այս երաշխավորը ինչ որ բան վերցում է պարտավորություն երաշխավորը։ Նայեք, երաշխավորը եւ երաշխիքների տրամաբանությունը իսկապես մեր մոտ դա ընդունված է որպեսի նորմ, որ պահանջում եք X երկրից, X հզոր երկրից։ Քանի դեռ զորքերը չի ուղարկել։ Այո, դա եթե նայենք ժամանակագից արտաքին քաղաքականության եւ արտաքին միջազգային հարաբերության հետազոտական աշխատանքների մեջ, դա համարվում է կներեք տգետ մոտեցում, որովհետեւ այլևս ոչ մի երկիր, նոր գործընկեր երկրներին երաշխիքներ չեն տալի։ Հակառակը, խոսում ենք շահերի խնդիրը, այո, շահերի հարաբերություն, շահերը համապատասխանեն, այո, եւ կարողանան իրար հետ առողջ համագործակցեն։ Հիմա Միացյալ Նահանգները, այո, չի երաշխավորել, սկզբից նա չի խոստել, որ երաշխավորելի է, մենք անցյալում հասկացանք, չէ, որ այդ կախվածության համակարգի մեջ գտնվելը ինչ վտանգավոր բան է։ Այո, երբ որ ասում ենք X երկիրը մեզ տալիս է երաշխիքներ, բայց երբ որ պահը գալիս է, տեսնում ենք, որ դա իսկապես երբեք այնտեղ չէ եղել։ Հասկանում ես, որ սուվերեն ռեսուրսներ չունես սա։ Ինչին են գալի։ Հիմա Միացյալ Նահանգները ասում է, որ մեր շահերը համապատասխանում են Հայաստանի շահերի մեջ։ Այո, երաշխիքի լեքսիկոնը չկա, բայց երբ որ X երկիր, նման Միացյալ Նահանգների նման հզոր երկիր ներդրում է անում, չէ, Հայաստանի մեջ, նա շահեր ունի, իր շահերը բխելու են, որ այդ շահերը պահպանի, այո, եւ պաշտպանի։ Եվ բնականաբար, եթե դա փոխկապված է Հայաստանի շահերի հետ, այդտեղ ունենում ես մի համակարգ, որ իսկապես աշխատում է դեպի Հայաստանի շահերը եւ անվտանգությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու։ Մենք պարոն Կոպալյան, մենք ինչ ծնվել ենք, ասենք ես ինչ ծնվել եմ 91 թվական, հա, տեսել եմ այս երկիրը կոնֆլիկտի մեջ եւ արճակատում է տրամաբանության մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իհարկե Թուրքիայի հետ պատերազմ չի եղել, այդպես ուղիղ, բայց արճակատում է տրամաբանությամբ ենք ապրել եւ մի քիչ բարդ է էլի ընկալել, որ կա նաեւ ուրիշ կյանք։ Մենք այդ անվտանգություն, երաշխիք ասվածները, զորք, զրա, չգիտեմ, բանակներ, դաշնակիցներ, այդ տրամաբանությամբ ենք նայում եւ այսօր տարբեր շրջանակներ, հատկապես այսպես ռազմազգայնական, հայրենասիրական շրջանակներ, չգիտեմ ինչքանով են նրանք անկեղծ է իրենց այդ պորտկումներում հանրային, երբ որ ասում ես, իսկ կարող է փորձենք հասկանալ կա տնտեսական համատեղ շահ, թե չկա այս մեր երկու հարևանների հետ կամ 4 հարևանների հետ, գանվում ես դավաճանության պատին, հա, որպես դավաճան։ Ինչ է փոխվում։ Խնդիրը հետևյալն է, մեր քաղաքական մշակույթը զարգացած չէ։ Այո, երբ որ ասենք խոսանք ինքնուրույնության մասին, երբ որ խոսանք այն թեմաների շուրջ, որ Հայաստանը ձեռք բերի այն տնտեսության կարողությունը, որ դա թույլ կտա նա զարգացնի իր ռազմական եւ պաշտպանության կարողությունը եւ Հայաստան դառնա ինքնուրույն հզոր երկիր, այդ մտածելակերպը չկա։ Ինչու չկա, որտեղ ոնց որ դուք նշեցիք, վերջի 30-35 տարին մենք զբաղվել ենք համակարգված լոդորությունով, որ ասել ենք, եթե մենք խնդիր ունենք, Ռուսաստանը կհասնի, կամ մենք եթե X պրոբլեմ ունենք, այն մյուս երկիրը կհասնի։ Սա է երաշխիքների խնդրեմը, նա է, որ սա ստեղծում է կախվածության համակարգ, եւ կախվածության համակարգը վտանգավոր է, որովհետեւ յուրաքանչյուր երկիր, որ գտնվում է այդ կախվածության համակարգի մեջ, նա չի զբաղվում ինքնուրույնությունով, նա զբաղվում է այն տրամաբանությունով, որ ես ինչու պետք է զբաղվեմ X խնդիրներով, եթե ուրիշը այդ խնդիրը իմ համար լուծելու է։ Այդ առումով դու երբեք չես ունենում ինքնուրույնություն։ Հիմա ունենք այո, մեր հանրության մեջ եւ քաղաքական մշակույթի մեջ մի դպրոց, որը չի կարող ընկալի այս ինքնուրույնության տրամաբանությունը։ Իրենց համար այդ եզրույթը շատ խորթ է, որովհետեւ ծնված օրվանից գտնվել են կախվածության համակարգի մեջ եւ իրանց համար անհասկանալի է, որ ոնց կարող ենք ունենանք նոր համակարգ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը իսկապես վարում է անկախ
արտաքին եւ անվտանգության քաղաքականություն։ Իրանց համար դա դժվար է անցալել։ Ինչու՞, որտեղ իրենք երբեք չեն տեսել եւ չեն կարող պատկերացնել։ Իսկ այդ վերաֆորմատավորումը Ադրբեջանի հետ հատկապես հարաբերությունները, չէ՞ որ այս նավթի ներկրման պայմանավորվածությունը հավանաբար մենք առաջիկայում այդ ներկրումը կտեսնենք ադրբեջանական, էլի ես վստահ եմ, կանխատեսում եմ եւ կարող եմ ձեզ մի քանի օրից լինքեր ուղարկել, որ մենք չենք օգտագործի թշնամական նավթ կամ եւ այլն։ Այս տրամաբանություն չի կարող։ Այո, որը մի կողմից դա հասկանալի է։ Նայ, երբ որ երկարաժամանակ հակամարտություն ունենք, ունեցել ենք։ Ուսա միայն սպეციფიկ չի Հայաստանի եւ Ադրբեջանի, բնականաբար մշակույթի մեջ մտնում է ատելություն։ Եվ երբ որ գտնվում ենք այդ ատելության տիրույթի մեջ, դա շատ դժվար է քանդելը միանգամից։ Բայց սառը գլխության չէ պետք է։ Քաղաքագործիչները պետք է զբաղվեն սառը տրամաբանությունով։ Գիտնականները, ակադեմիկները, վերլուծաբանները պետք է զբաղվեն սառը տրամաբանությունով։ Բայց գիտենք, չէ՞ կոնֆլիկտը ինչ լավ ռեսուրս է ներքին քաղաքական։ Բնականաբար, այսինքն ինչին ենք գալի, դուք ասում եք, որ կան քաղաքագործիչներ, կան կուսակցություններ, կան դերակատարներ, որ իրենք հասկանում են առողջ տարբերակը, բայց իրենք նախընտրում են կախվեն անառողջ տարբերակին, որտեղ իրենք կարող են այդ մոտեցումից դիվիդենդներ շահել։ Այդ մարդկանց պետք է այդ հարցը տակ, որ իսկապես դուք ծառայում եք երկրի շահերին, թե այդ հետամնացած փակ գաղափարախոսությանը, որ բերեց Հայաստանին այն վիճակին, որ բերեց։ Բայց երբ որ նայում ենք զուտ փաստերի տեսանկյունից, ակնհայտ է, որ այն երկիրներ, որ ունեն ապասահմանափակում, շրջափակում, այն երկիրներ, որ ունեն տնտեսական աճ, այն երկիրներ, որ ինտեգրված են տարածաշրջանի տնտեսական ծրագրերի մեջ, իրենք ունենում են տնտեսական աճ։ Դե բոլորի համար ակնհայտ է, որ առանց տնտեսական աճի չես կարող ունենաս հզոր ռազմավարություն, չես կարող ունենաս հզոր անվտանգություն, չես կարող ունենաս հզոր ինքնիշխան երկիր։ Գնայք, մենք նաև գիտեք ինչու ենք այդպես մտածում, որովհետև մտածում ենք, որ պետության ուժը դա բանակն է, բանակի թիվը, զենքը, զրա, ինչու շատ կարևոր է իրական, ես դա չեմ անտեսում, շատ կարևոր է, բայց միայն դա չի։ Բայց արհեստական բանականության ներդրումային ծրագիր ԱՄՆ-ից 500 միլիոն դոլար։ Դա որպես մեծ պետություն, մեր որակը ոնց կարող է բարձրացնել։ Իհարկե սա էլի փոքր ծրագիր է համեմատած աշխարհում ինչեր են տեղի ունենում, բայց մեր մասշտաբների տարածաշրջանի բավականին շատ հզոր բան է։ Նայեք, հազվագյուտ երկիրներ ունեն այդ նույն կարողությունը, որ Հայաստան նոր ձեռք է բերում։ Արհեստական բանականության հետ կապված բազմաթիվ, այսինքն շատ քիչ երկիրներ կան, որ Միացյալ Նահանգները իրավունք են տալի, որ Հայաստանը ստանա այն բարձր տեխնոլոգիա Միացյալ Նահանգներից, որը նա ստանալու է։ Այդ առումով իսկապես դա Հայաստանին հզորացնում է։ Մենք երբ որ խոսում ենք հզորության մասին շատ ժամանակ, մեր բովանդակությունը նորից գալիս է այն ճիշտ բառը ուզում եմ վիրավորական չլնեմ, գալիս է մեր հետամնացած քաղաքական մշակույթից։ Մենք առողջ հասկացողություն չունենք, երբ որ գալիս է անվտանգության տիրույթում։ Այո, երբ որ մենք խոսում ենք այդ եզրույթի մասին, որ մենք խոսում ենք անվտանգության մասին, մենք միայն խոսում ենք զենք, զինամթերք, տանգ եւ զինվոր։ Մենք չենք հասկանում, որ ոչ, այնտեղ կա համապարփակ անվտանգության ռազմավարություն։ Մենք չենք հասկանում, որ անվտանգության մեջ մտնում է տնտեսական կարողությունները, մտնում է տեխնոլոգիայի կարողությունները, մտնում է մարդկային ռեսուրսների կարողությունները։ Իսրայելի օրինակը շատ են բերում, բայց չեն ուսումնասիրում։ Ես Իսրայելի օրինակը մի քիչ դժվար է բանը համատել Հայաստանի հետ, բայց երբ որ նայում ենք, ասենք Ֆինլանդիայի օրինակը, երբ որ նայում ենք Էստոնիայի օրինակը, երբ որ նայում ենք, ասենք ավելի զարգացած մասշտաբով Շվեդիայի օրինակը, այսինքն կան փոքր ժողովրդավարական երկիրներ, ովքեր որ ինքնուրույն ունեն հզոր են եւ ունեն առողջ տնտեսական կարողություն, այո, եւ այդ բոլոր երկիրների, երբ որ նայես իրենց անվտանգության ռազմավարությունը հիմնված է համապարփակ տրամաբանության հայեցակարգի վրա։ Դա պետք է լինի մեր անվտանգության հասկացությունը, բայց երբ որ շատերը իսկապես մեծացել են սովետական միությունից, հետո այդ ռուսո-սովետական տրամաբանություն ունեն, իրենք դժվար է իրանց համար ընկալել եւ հասկանալ այս ժամանակակից անվտանգության հայեցակարգները։ Դա համար Հայաստանը կամաց-կամաց երբ որ գնում է այդ ճանապարհի եւ ձեռք բերում այդ ռազմավարությունը, մեզ շատերը չեն կարող հասկանալ։ Երբ որ ասում ենք անվտանգություն եւ խոսում ենք արհեստական բանականության մասին, իրենք ասում են, բայց ուր է մեր տանգերը, այո, ուր է մեր հրթիռները։ Ուր են ամերիկյան զորքերը, եթե դրանք չկան, ուրեմն բայց իրենք չեն հասկանում, որ ասենք, եթե դու ձեռք բերես այն արհեստական բանականական տեխնոլոգիան, որ կարող ես այդ դրանով ունենաս
ռազմական արտաբերության կարողություն, սեփական ռազմարտություն, որը իսկապես թույլ է տալու դու լուծես քո անվտանգության կարողությունները, որը թույլ տալու 5-ից 10 տարում դու ձեռք բերես այն տեսակի զինտեխնիկան, որ այսինքն քո հարևան երկիրները չունեն, այո, այդ ժամանակ կարող ավելի առողջ ձևի կարողանան անցալեն, որ իսկապես անվտանգությունը, կարողություն եւ այս թեմաները, որ մենք քննարկում ենք, միայն հիմնված չի այն հետամնացած ռազմավարության վրա կամ տրամաբանության վրա, որ միայն զենքն է եւ զինամթերքը։ Նորից դրանք շատ կարեւոր են, բայց դրանք կազմում են անվտանգության ռազմավարության մի մաս։ Նույն ժամանակ նայեք, երբ որ նայում ենք մեր հարևան երկրներին, այո, Ադրբեջանը օրինակ շատ մտահոգված է, որ իսկապես Միացյալ Նահանգները ահագին ներդրում է անում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ, որտեղ իրանք տեսնում են, որ այդ ոլորտում իրենք Հայաստանի չեն կարող մրցել։ Եվ փորձել են իսկապես դեմ առնեն եւ քայլերի դիմեն Վաշինգտոն DC-ում այդ հարցերի շուրջ, բայց դա արդյունք չի բերել։ Նույն ձևի, երբ որ Վրաստանն է նայում Հայաստանի արջը եւ դա տեսնում է, որ Հայաստանը ոնց է դարձել այսքան կարևոր արևմուտքի համար եւ այն ներդրումները, որ անցյալում անում էին Վրաստանում, ներկայիս ոնց որ գալիս է դեպի Հայաստան, հասկանալի է, Վրաստանը զբաղվում է բացի նախանձով եւ բարի նախանձով իրանք էլ են մտահոգված։ Բայց օրվա վերջ, այո, կամ այն կետը, որ դուք նշեցիք, հասկանալի է, որ քաղաքացին, որ 30-35 տարի մեջ գտնվել է մի մշակույթի մեջ, այո, մի քաղաքական մշակույթի մեջ, իրեն կարող է մի քիչ ժամանակ է պետք, որ նա անկալի եւ հասկանա ինչ է լինում։ Ցորթի հոգեբանական վիճակից դուրս գալ գործընկերոջ կարգավիճակը։ Եվ հասարակության վերլուծաբանների եւ կառավարության պատասխանատվությունն է, որ ճիշտ կոմունիկացիայով զբաղվեն։ Բայց երբ որ մենք ոնց որ դուք նշեցիք, ունենք քաղաքական ուժեր, որ իսկապես գիտակցում են իրականությունը, բայց նախընտրում են անեն իրանք ինչ որ անում են, բնականաբար իրենք աշխատում են երկրի շահերի դեմ։ Սա կապեմ ձեր առաջին հարցի հետ, որը վերաբերվում էր Կենտրոնական Ասիայում։ Միացյալ Նահանգները, երբ որ սկսեցին անել այն աշխատանք իրենք որ արեցին Հարավային Կովկասում, դա իրանք բնականաբար դա կազմում իրենց լայն ռազմավարության մի մասը։ Եվ նույն ժամանակ իրենք Կենտրոնական Ասիայում երկրորդ ճակատը բացեցին Ռուսաստանի դեմ։ Այսինքն ներկայիս եթե նա տեսնում ենք, Ռուսաստանը ունի իր խնդիրները Ուկրաինայում, նա ամբողջովին դուրս է մնացել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիան հիմա իրան այնտեղ ահագին վտանգ կա, որ Ռուսաստանի ազդեցությունը կորցնելու է։ Նամանավանդ Ղազախստանում, որ Ռուսաստանի համար կարող ասենք կարող ենք ասել ամենակարևոր երկրներից մեկն է։ Եթե նայում ենք այդ լայն տեսանկյունից, պատահական չէր, այո, որ բոլոր Կենտրոնական Ասիայի ղեկավարները գտնվեցին Սպիտակ տանը։ Պատահական չէ։ Մեծ ամերիկյան լայն ռազմավարության մեջ է եւ նաեւ պետք դիտարկել Թրամփի ուղին եւ Հարավային Կովկասի ապաշրջափակման ծրագիրը։ Այո, այսինքն այդ Թրամփի ուղի մասին երբ խոսում ենք, իհարկե այստեղ կարևոր կլինի նաեւ Թուրքիայի սահմանի բացումը, դա առանձին քննարկման թեմա է, բայց գամ ձեր հարցին, երբ որ մենք խոսում ենք տարածաշրջանի դինամիկայի հետ կապված, Միացյալ Նահանգները կլինի եզրակացությունը, որ Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների ազդեցության տակ։ Եվ իրենք ոնց են դա իրականացնելու տնտեսական եւ փափուկ ուժով։ Եվ այդ ինչու է մոտեցումը դա, որովհետեւ եթե այն երկիրները, որ գտնվում են այս տարբեր տարածաշրջաններում, իրեն շահերել են բխում, որ իրենք մասնակցեն Միացյալ Նահանգների ներկայացրած ծրագիրներին, բնականաբար այդտեղ իրենք գտնում են այն լուծումը, որը Ռուսաստանը կամ ուրիշ երկրները չեն գտել։ Այսինքն փափուկ ուժի միջոցով յուրաքանչյուր երկիր կարող է հասնել իր նպատակներին ավելի առողջ եւ արագ ձևի, քան թե չոր ուժի միջոցով։ Դրա համար, երբ որ տեսնում ենք, որ Ղազախստանը ասում է, մեր շահերը բխում է, որ մենք մասնակցենք եւ անդամ դառնանք Աբրահամյան ակորդներին։ Դա ուրեմն ցույց է տալի, որ Ռուսաստանի ազդեցությունը կորել է այդ երկրում, այո կամ նվազել է եւ իրենք միացնում են Միացյալ Նահանգների ներկայացրած համակարգին։ Այո, եթե տեսնում ես դա է լինում Կենտրոնական Ասիայում, երբ որ տեսնում ենք ինչ է լինում Հարավային Կովկասում, արդեն ակնհայտ է, որ գնում ենք դեպի որ ճանապարհը։ Թուրքիան խնդրեմ է, այո։ Եվ Հայաստանը արել է ամեն ինչ, որ կարող ենք անենք, որ կարգավորենք հարաբերությունները։ Այսինքն Հայաստանը ներկայիս ավելի ուրիշ չի առավել չի կարող անի, որ Թուրքիային համոզի, որ հարաբերությունները կարգավորեն եւ սահմանները փակեն։ Բայց խնդիրը հետեւյալն է։ Երբ որ ես Սպիտակ տանն էի, այս հարցի շուրջ մենք ահագին խոսացինք, որովհետեւ եթե մենք խոսում ենք ապա սահմանափակման մասին,
Թուրքիան դառնում է այո խոչընդոտ։ Եվ Հայաստանը չունի այն կարողությունը, որ Թուրքիային ստիպի, որ սահմանները բացի։ Որ երկիրի ուրեմն շահերն է բախում, բացի Հայաստանից, որ Թուրքիան սահմանը բացի եւ այս բոլոր ծրագրերը իրականացվեն, Միացյալ Նահանգների։ Եվ իմ հասկացողություններ, երբ որ այնտեղ անվտանգության ղեկավարության հետ այս հարցը քննարկենք, Միացյալները ահագին ճնշում է դնում Թուրքիայի վրա։ Բայց Թուրքիայի պատասխանը հետևյալն է։ Թուրքիան ասում է, որ մենք ներկայիս գիտակցում ենք, որ ինչքան կարևոր է դարձել Հայաստանը ձեր համար։ Մենք ներկայիս գիտակցում ենք, որ ինչքան կարևոր է ձեր համար դարձել սահմանների բացելը։ Այո, եթե սա ձեր համար արժեք ունի, այդ արժեքի դեմ դուք մեզ ինչ եք տալու։ Այսինքն Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը Հայաստան-Թուրքիա հարաբերության խնդիրը չի, Թուրքիան Միացյալ Նահանգների հետ է կապված։ Եվ Թուրքիան փորձում է տեսնել ինչ նա կարող է ստանալ Միացյալ Նահանգներից, որ նոր սահմանները բացի։ Ձեր հետ մի բան կիսեմ, ես այս հարցի շուրջ խոսացել եմ, երբ որ այո, այդ հանդիպումները ունեինք Վաշինգտոնում, ինձ ասեցին, որ մոտավորապես անցյալ տարի սեպտեմբերին, երբ որ Թուրքիան Միացյալ Նահանգների հետ Բայդենի վարչակազմի հետ բանակցությունների մեջ էին մտել այդ F-35 ինքնաթիռների հետ կապված, բանակցության փաթեթի մեջ Էրդողանը նշել էր, որ եթե իրենք ստանան Միացյալ Նահանգներից ինչ-որ ստանում են, այդ փաթեթի մեջ կմտցնեն Հայաստան, Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ ճանապարհներ բացելու ծրագիրը։ Բայդենի վարչակազմը ասաց, որ այո, դա մեր համար կարևոր է, բայց այդքան կարևոր չի, որ ներգրաված լինի այս բանակցության փաթեթի մեջ։ Բայց ինչին են կարի, եթե Թուրքիան պատրաստ է այս հարցը օգտագործի որպեսի բանակցության գործիք, բոլորիս համար պետք է ակնհայտ լինի, որ նա մի բան պետք է ստանա Միացյալ Նահանգներից նոր ճանապարհները բացի։ Կներեք, քանի որ ԱՄՆ-ն Թրամփի ուղու կառուցման երկրորդ կողմն է Հայաստանի Հանրապետության հետ, չասեմ Հայաստանի չափ շահագրգիռ կլինի, բայց Թրամփի ուղու իրագործման շահերից բխելով պետք է որ ԱՄՆ-ն հավելյալ ջանքեր գործադրի Թուրքիայի սահմանի բացման։ Եվ այդ ջանքերը իսկապես չէ, որովհետև ինքն էլ կոնկրետ բնականաբար, բայց ինչին են կլի, այո, այսինքն եթե ուզում Միացյալ Նահանգները ուզում է այս Թրամփի ուղու այս ամբողջ ծրագիրը իրականացվի, եւ նա եթե հեռանկարանի, որ սա կապելու է Կենտրոնական Ասիային, այո, գլոբալ մեծ ծրագիր։ Բնականաբար Թուրքիան պետք է իր սահմանները բացի։ Դրա համար ենք այս հարցերի շուրջ խոսում, դրա համար է Միացյալ Նահանգները դնում կիրառում այն ճնշումը, որից կիրառում է։ Ես ուզում եմ բացատրեմ, որ Միացյալ Նահանգների ճնշման մեջ մտնում է Թուրքիայի պահանջները։ Թուրքիային եթե Միացյալ Նահանգները ճնշում են, Թուրքիան ասում են, այո, մենք հասկանում ենք, որ սա ձեր համար կարևոր է, բայց նույն ժամանակ Թուրքիան ասում է, դուք մեզ ինչ եք տալու, այո, որ մենք ասենք շահագրգռված լինենք, ճանապարհներ բացենք։ Այսինքն բանակցության տիրույթի մեջ ենք մտել։ Միացյալ Նահանգները, այսինքն պատրաստ կլինեն, թե պատրաստ չեն լինի տան Թուրքիային ինչ-որ Թուրքիան պահանջում, դա ներկայիս ակնհայտ չի։ Բայց շատ կարևորը մեր հանրության համար, մեր ժողովրդի համար, որ ենք հասկանան, որ այս խնդիրը միայն Հայաստան եւ Թուրքիայի հետ կապված չի։ Թուրքիան փորձում է օգտագործել այս իրավիճակը, որ Միացյալ Նահանգներից դիվիդենդներ քաղի։ Մենք ինչքան է Միացյալ Նահանգները պատրաստ այդ դիվիդենդները տա Թուրքիային, դա բնականաբար մեր ուժերից դուրս է։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Կոպելյան այս զրույցի համար, ելի ձեզ հետ կապի մեջ կլինենք եւ կքննարկենք ընթացիկ իրադարձությունները։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Ներսես Կոպալյանին։